Երբ Երևանը Մոսկվայի հետ սկսեց քննարկել մեր երկաթուղու ռուսական կառավարումը որևէ այլ պետության փոխանցելու հարցը, Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով պատճառ առաջ բերեց, թե Թրամփի պատվին կոչված Սյունիքի ամերիկյան ճանապարհով անցնելու է նաև երկաթգիծը, իսկ հակառուսական չբացահայտվող ուժերը չեն ուզում Մոսկվայի կառավարման տակ գտնվող ենթակառուցվածքներով ճամփա կտրել։ Այստեղ ըստ վարչապետի տուժում է Հայաստանը։ Մեր ասացի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը, ասելով, որ մենք պարզապես այս իրավիճակում Հայաստան իր մրցակցային առավելությունները կորցնում է։ Չնայած ըստ Փաշինյանի խոսքի ռուս գործընկերներից ըմբռնում են տեսել այս հարցի վերաբերյալ, Մոսկվայում սակայն անդրադառնալով թեմային արտգործնախարարությունից պնդում են, թե նախ հայկական կողմի բոլոր մտահոգություններն արդեն պարզաբանել են, որևէ երրորդ երկրի էլ երկաթուղու կառավարումը հանձնելու փոխարեն համաձայնության եկել հետագա աշխատանքների վերաբերյալ հստակեցնում են, այդ թվում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը Ռուսաստանի մասնակցության համատեքստում։ Մենք չենք կարող համաձայնել այն պնդման հետ, որ ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները։ Ընդհակառակը, մենք համոզված ենք, որ այն ստեղծում է դա։ Հայաստանի երկաթուղու կառավարումը երրորդ երկրին վաճառելու շուրջ քննարկումները թեժացել են տարեսկզբից, ընդ որում հնարավոր այս գործարքով հետաքրքրվողների պակաս չզգացվեց հենց առաջին պահից։ Միանգամից օրակարգ եկան, ասել է, թե շրջանառվեցին տարբեր պետությունների անուններ՝ Ղազախստան, Քաթար, Քուվեյթ։ Այսուհանդերձ երկաթգծերը կառավարողի փոփոխությունը հիմա փորձագիտական վերլուծական համայնքում այնքան էլ իրատեսական չեն համարում։ Տնտեսական կախվածությունը, օրինակ, վերջին տարիներին կտրուկորեն աճել է Ռուսաստանից։ Հիմա այս ստեղծված իրավիճակում նաև պետք է հաշվի առնվի, որ մոտակա արդեն ժամանակ ընտրություններ են Հայաստանի Հանրապետությունում լինելու։ Դրա համար չեմ կարծում, որ մոտակա կես տարվա ընթացքում հնարավոր լինի կառավարման երկաթուղու հանձնումը այլ երկրին, որովհետև իհարկե սա արդեն վնաս կհասցնի Ռուսաստանի Դաշնությանը եւ իրեն կարող է կտրուկ արձագանք իրենց կողմից լինի։ Այս հետնապատկերում երկաթուղու կառավարման շուրջ քննարկումը շարունակում է մնալ ոչ միայն տնտեսական կամ ենթակառուցվածքային, այլև քաղաքական ու աշխարհաքաղաքական զգայուն հարց։ Այն կետերից մեկը, որտեղ Հայաստանի միջազգային գործընկերների շահերը եւ հենց իր հաշվարկները դեռևս ամբողջությամբ չեն համընկնում։ Թե ինչ կոնսենսուս կբերեն բանակցությունները, ըստ մասնագետների, փաստացի կախված է նաեւ այն միջավայրից, որտեղ այսօր ձևավորվում են տարածաշրջանային հաղորդակցության նախագծերը։ Իսկ այստեղ յուրաքանչյուր որոշում վաղուց դուրս է եկել զուտ տրանսպորտային օրակարգի շրջանակից։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պատվիրակությանը, որը Հայաստանը ժամանել քննարկելու թրիփ նախագծի իրականացման ընթացքը։ Քննարկվել են ծրագրի գործառնական եւ իրավական հարցերը։ Կողմերը անդրադարձել են նաեւ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովին եւ դրա շրջանակում առաջ մղվող Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախաձեռնությանը։ Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը ընդգծել է նաեւ խաղաղության խաչմերուկ նախաձեռնության կարեւորությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում։ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է Հայաստան-Իրան սահմանին Նորդուս անցակետ, որտեղ հանդիպել է Ջուլֆայի կուսակալ Յահյա Դաշթիի Նորդուս սահմանային անցակետի ղեկավարի հետ, ինչպես նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի հետ։ Քննարկել են երկու երկրների սահմանային անցակետերի միջև գործակցության խորացումը, բեռնատարների տարանցման դյուրացումը, ինչպես նաև արկա խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցեր։ Հայաստանի դեսպանն իր խոսքում նշել է, որ Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցումը եւ սահմանային երկրորդ կամրջի կառուցումը հնարավորություն կտան մեծացնել տրանսպորտային թողունակության ծավալներն ու խթանել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին։ Կառավարությունը նախատեսում է առաջիկա տարիներին ՀՆԱ-ի միջին տարեկան աճն ապահովել առնվազն 6%, դա իրականացնելու համար մատչելի պետական սուբսիդավորմամբ 13-ից 14% վարկեր կտրամադրվեն բոլոր այն ՓՄԶ-ներին, որոնք ունեն դրական պատմություն եւ կատարել են վարկային պարտաճանաչ պարտավորություններ։ Կենտրոնական բանկի նախագահը հայտնել է, սակայն, որ ընկերություններից շատերը բիզնես գործունեություն են սկսում չունենալով սեփական կապիտալ։ Այդ դեպքում ՓՄԶ-ն պետք է գրավադրի ունեցած գույքը։ Մարդիկ սկսում են բիզնես առանց իրանց սեփական փողը ներդնելու։ Դրանով է պայմանավորված, որ բանկերը ասում են, որ եթե դու քո սեփական փողը չես դնում քո սեփական բիզնեսի մեջ, ապա ուրեմն ինչ որ գրավային ապահովվածության հարց պիտի լուծես։ Հիմա շատ բիզնեսների համար դա դառնում է անհաղթահարելի խոչընդոտ, որպեսզի այդ խոչընդոտը որոշակիորեն հարթենք, մենք կառավարության էկոնոմիկայի նախարարության մասնավորապես Համաշխարհային բանկի գործընկերների հետ
քննարկում ենք այդ երաշխիքային ֆոնդի մասնակի երաշխիքների տրամադրելու մեխանիզմը, այսինքն եթե դուք չունեք գրավ, բայց ուզում եք այդ բանից օգտվեք, որոշակի վճարների դիմաց դուք կարող եք դառնալ այդ ֆոնդի մասնակից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել եւ հիշեցրել, որ ընտրությունների մասնակից կուսակցությունների դաշինքներում ընդգրկված կուսակցությունների, ինչպես նաեւ գրանցված տեխնատոների գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է։ YouTube-ը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանում մեկնարկում է գործընկերային ծրագիրը։ Այս մասին հայտարարություն է տարածել բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարությունը, տեղեկացնելով, որ սա նշանակում է, որ մոնետիզացիան այսուհետ հասանելի է մեր երկրում։ Այսօր Հայաստանում 700,000 դրամ ստացող ուսուցիչ եւ զինվորական կա։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները շրջել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բակերում եւ բնակիչներին ներկայացրել կատարած աշխատանքները։ Կուսակցության առաջնորդը ֆիքսել է մայրաքաղաքում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքների ծավալը։ Տասնյակ տարիներով այս խաղահարապարակները մեր բանկերում եղել են անհասանելի։ Ապագան էսա, որ երբ որ անցյալի մեջ մենք մտածում ենք, ասում ենք, վայ, տեսնես կլինի ժամանակ, որ մենք ունենանք խաղահարապարակ։ Եվ ապագան էսա, որ մենք ունենք խաղահարապարակ։ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգին ներդրման դրական արդյունքների մասին եւ բացատրել, որ ամենուրեք խոսում է այդ թեմայից, որպեսզի քաղաքացիները ֆիքսեն համակարգն ամենուրեք աշխատում է միևնույն տրամաբանությամբ։ Երբեմն նաև կան կենսաթոշակառուներ, ում ամսական եկամուտները 20, 30, 40 հազար դրամով ավելացել են։ Եվ դա մեզ համար կարևոր նորություն է, որովհետև մարդիկ նախկինում, որ քրոնիկ հիվանդություններ են ունեցել եւ դեղեր են ձեռք բերել, եւ այդ դեղերի մի մասը առնվազն ստանում են պետական բյուջեի վճարումներով եւ հետեւաբար դեղերի համար վճարվող գումարների մի մասը նույնպես մնում է մարդկանց գրպաններում, մարդկանց ընտանեկան բյուջեներում։ Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները նաև լսել են քաղաքացիներին, նրանց առաջարկները քաղաքի կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ։ Սահմանադրական փոփոխությունների միջոցով երկրի ղեկավարի պաշտոնավարման ժամանակահատվածը 1 ժամկետով սահմանափակելն ու երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող անձանց համար նոր չափանիշների սահմանումը ռեֆորմիստների կուսակցության ծրագրային դրույթներից են։ Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 4-րդ օրը քաղաքական ուժի ներկայացուցիչներն այցելել են Մայրաքաղաքի խոշոր սննդի եւ գյուղմթերքի շուկաներից մեկը։ Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ շրջել են շուկայում, զրուցել վաճառողների քաղաքացիների հետ, ներկայացրել իրենց ծրագրային առաջնահերթություններն ու մոտեցումները։ Հայաստանի շնորհապետական կուսակցության ներկայացուցիչները Արաբկիր եւ Շենգավիթ վարչական շրջաններում են ներկայացրել իրենց ծրագրային դրույթները։ Հանդիպումների ընթացքում կուսակցության անդամները շրջել են բակերում, զրուցել քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրներն ու առաջարկները։ Բնակիչների հիմնական մտահոգությունները կապված են եղել համայնքային ենթակառուցվածքների, բակերի բարեկարգման, տրանսպորտի, սոցիալական աջակցության եւ երիտասարդների զբաղվածության հարցերի հետ։ Կուսակցության ներկայացուցիչները խոստացել են ավելի հասանելի դարձնել համայնքային ծառայությունները եւ մեծ ուշադրություն հատկացնել կրթական եւ մշակութային նախաձեռնություններին։ Մենք նախ առաջին հերթին ունենք գլխավոր նպատակ ազատագրենք Հայաստանի Հանրապետությունը անպիտան ռազմաքաղաքական դաշինքներից եւ տնտեսական դաշինքներից եւ ինտեգրացիոն կառույցներից։ Դա ԱՊՀ-ն է, ԵԱՏՄ-ն է եւ ՀԱՊԿ-ն է։ Հայաստանի Հանրապետությունը պետք է որդեգրի իրատեսական եւ պրագմատիկ քաղաքականություն։ Ես կարծում եմ, որ մենք պետք է փորձենք ռազմավարական աստիճանի հասցնել Եվրամիության հետ մեր հարաբերությունները, Եվրամիության պետությունների հետ մեր հարաբերությունները եւ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները։ Թուրքիայի հետ աշխատելու ենք, որ բարիդրացիական հարաբերություններ ձևավորվի։
Իրանի հետ բանակցությունների ընթացքից դժգոհ Թրամփը քննարկում է ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը։ CNN-ի տեղեկացմամբ Թրամփին զայրացնողը Իրանի ղեկավարության ներսում արկա տարաձայնություններն են, որոնք խոչընդոտում են միջուկային բանակցություններում էական առաջընթացին։ Ավելին, Իրանի վերջին պատասխանը Թրամփը որակել է լիովին անընդունելի եւ հիմար։ Վերլուծաբաններն այն համոզմանն են, որ Իրանի հետ հարաբերություններում որոշակիություն կլինի Թրամփի մայիսի 13-ից 15 նախատեսված Չինաստան այցից հետո։ Ոստիկանության շաբաթվա պատվին Սպիտակ տան Վարդերի այգում կազմակերպված ընթրիքի ժամանակ Թրամփը խոսել է պետության ղեկավարի պաշտոնում իր հավանական հետնորդների մասին։ Նա հայտարարել է, որ այդ պաշտոնում թե Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, թե պետքարտուղար Մարկո Ռուբիոն արժանի թեկնածուներ են եւ որ նրանք միասին կարող են կազմել երազանքի թիմ։ Սպիտակ տանը լրջորեն դիտարկում են Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի թեկնածությունը։ Նրա վարկանիշը բարձր է, ինչպես Սպիտակ տանը, այնպես էլ MAGA շարժման կողմնակիցների շրջանում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է բենզինի դաշնային հարկի անորոշ ժամկետով նվազեցման մտադրության մասին։ Այս որոշումը պայմանավորված է Իրանի հետ ռազմական գործողությունների հետևանքով վառելիքի գների կտրուկ աճով, ինչը լուրջ սպառնալիք է ստեղծում երկրի տնտեսության համար։ Բենզինի հարկը ամսական ապահովում է մոտ 2.5 միլիարդ դոլարի մուտք ճանապարհային հիմնադրամ։ Հարկի նվազեցումը կարող է խորացնել հիմնադրամի դեֆիցիտը։ Իսրայելի ղեկավարությունը զարմացած է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը թույլատնելու ամերիկյան որոշմամբ։ Վաշինգտոնի քայլերը հիասթափություն են առաջացրել իսրայելական կառավարությունում։ Դրանց համաձայն, որքան էլ վարչապետ Նեթանյահուն հայտարարում է, որ Միացյալ Նահանգները Իրանի նկատմամբ իր բոլոր քայլերը համակարգում է Իսրայելի հետ, սակայն իրականում այդ հայտարարությունները թաքցնում են երկու երկրների միջև աճող հակասությունները։ Մեծ Բրիտանիայում իշխող լեյբորիստական կուսակցության անդամները կոչ են անում իրենց կուսակից վարչապետ Քիր Ստարմերին հրաժարական ներկայացնել։ Կուսակցության նախորդ շաբաթ տեղական ընտրություններում կրած ջախջախիչ պարտություններ։ Պահանջներին է միացել եւ հրաժարական է ներկայացրել Ստարմերի կառավարության առաջին անդամը կրոնի եւ համայնքների հարցերի նախարարը։ Նա հրաժարականի իր դիմումում գրել է, որ ոչ բրիտանական հանրությունը, ոչ էլ ինքը նախարարը չեն հավատում, որ Ստարմերն ի վիճակի է առաջնորդել փոփոխությունների ուղով, որը խոստացել էր։ Հրաժարականի նամակում գրել է նախարարը։ Ստարմերին անհապաղ հրաժարական ներկայացնելու պահանջով դիմել են նաեւ խորհրդարանի լեյբորիստական խմբակցության 70 անդամներ։ Իրանի խորհրդարանը կքննարկի ուրանի հարստացման մակարդակը մինչև 90%-ի հասցնելու հարցը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից կրկնակի հարձակման դեպքում, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային։ Հիշեցնենք, որ Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ չի փորձում միջուկային զենք ստեղծել։ 2003 թվականից Իրանում գործում է Իրանի նախկին գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի կրոնական հրահանգը, համաձայն որի միջուկային զենքի արտադրությունն արգելված է։ Բաքվի Ղարադաղի շրջանի Լոկբաթան ավանում խոշոր հրդեհ է բռնկվել պահեստում։ Կրակի մեկուսացման համար գործի է դրվել ԱԻՆ-ի գերատեսչության ավիացիոն ջոկատի ուղղաթիռը։ Փրկարարները շարունակում են հրդեհի տեղայնացման եւ մարման աշխատանքները։ Նախնական տեղեկություններով տուժածներ չկան։ Հեռախոսը ձեռքին անվերջ սկրոլ մի քանի րոպեում բացված հավելված, որը հաճախ վերածվում է ժամերի։ Սոցցանցերը վաղուց դարձել են առօրյայի անբաժան մասը, սակայն միջազգային նոր հետազոտությունը առաջարկում է վերանայել դրանց վերաբերյալ տարածված պատկերացումները։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատերի համար սոցցանցերը դարձել են սթրեսը հաղթահարելու, միայնության զգացումը մեղմացնելու եւ մյուսների հետ կապը պահպանելու միջոց։ Մարդիկ, որոնք սոցիումում չեն կարողանում ինքնայրացվել, հարաբերություններ կառուցել կամ ստրես են տանում որևիցե իրադարձությունից, ապա իրենք կարող են ստրեսի հարատելու, այսինքն coping ռազմավարությունների ձևաչափեր գտնել։ Մասնագետները նշում են, որ համաճարակների, պատերազմների եւ այլ գործոնների ազդեցության պայմաններում մարդիկ փորձել են թվային գործիքներով լրացնել որոշ բացեր, ինչը առանձին դեպքերում հանգեցրել է կախվածության։ Հանրությունից եկող ազդակներն ու մշտական տեղեկատվական հոսքը ազդեցություն են ունենում մարդկանց վրա, նրանց ինքնաբերաբար մղելով դեպի սոցիալական ցանցեր։ Մասնագետների կարծիքով թվային գործիքները կարող են նաեւ նպաստել մեկուսացման խորացմանը։ Սոցիալական ցանցերում առկա տեղեկատվությունը, նույն քարոզվող տարբեր տագնապ հարուցող նյութեր կարող են նպաստել ավելի խորացմանը։ Անձը պիտի ունենա նաև որոշակի հոգեբանական հասունության աստիճան։ Դա կծառայի իսկապես որպես ստրեսի հաղթահարման գործոն։ Միաժամանակ մասնագետները կարևորում են նաև թվային գրագիտության զարգացումը, նշում են, որ մարդիկ պետք է ոչ միայն կարողանան օգտվել հարթակներից, այլ նաև հասկանալ
հասկանան, թե ինչպես են դրանք ազդում իրենց առօրյա կյանքի վրա։ Նկատում են, որ սոցցանցերում մարդիկ իրականությունից շեղվում են։ Մոտ ավակ սերնդի մարդիկ շատ կախված են սոցցանցերից։ Պապիկ-տատիկներն են շատ սոցցանցերում նստած, քարոզչություն անում, խոսում, գրառում անում։ Սոցցանցերը դարձել են մեր ժամանակի ամենաազդեցիկ գործիքներից մեկը, միաժամանակ լինելով եւ կապի միջոց եւ հոգեբանական ապաստարան։ Սակայն մասնագետները հիշեցնում են, իրական շփմանն ու հոգեբանական կայունությանը որևէ հարթակ ամբողջությամբ փոխարինել չի կարող։ Մայիսի 11-ին խոշոր վթար է տեղի ունեցել Մայրաքաղաքում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են 18-ամյա Վահեի Հյունդային եւ 61-ամյա Միքայելի Բիդը։ Բախման հետևանքով երկու մեքենան էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց, Հյունդային էլ բախվել է ծառերին, հայտնվել գազոնում։ Բարորդներին օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապախում վտեղում բուժօգնություն է ցուցաբերել։ Նրանք եղել են սթափ, բայց Հյունդայի վարորդը վարորդական վկայական չի ունեցել։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի բարեկները գումարտակի հրամանատար Գոր Արաքելյանի գլխավորությամբ։ Մայիսի 11-ին Վանաձոր Սպիտակ ճանապարհին բախվել են 65-ամյա Գագիկի վարած Վանաձոր Սպիտակ Լեռնավան երթուղին սպասարկող գազելը եւ 60-ամյա Արմենի ՈՒԱԶ-ը։ 6 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության, բարեկային ծառայության, Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 3-րդ դասակի բարեկները։ Նույն օրը Իջևան-Սևան Երևան ճանապարհին 37-ամյա Գևորգը ռուսական համարանիշներով Լադայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխի վայր հայտնվել ծառերի մեջ։ 4 հոգի, այդ թվում 2 անչափահաս վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավան բժշկական կենտրոն։ Իսկ մայիսի 10-ին Դիմիտրով գյուղի Արտաշատյան փողոցում բախվել են 57-ամյա Արմենի Նիսան Տիանան եւ 21-ամյա Համլետի Մերսեդեսը։ Վարորդներից Արմենն ու ուղևորը, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։ Լոռու մարզում Ալավերդի բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում մեքենա է այրվել։ Թումանյանի շրջբրկարարական ջոկատի շրջբրկարարները կանխել են, որ տրանզիտում առաջացած կրակի տարածումը հետո մարել այն։